Компании «Ташир». Все грани бизнеса. Մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերում լրատվության ժամը, բարև ձեզ։ Եվ այսպես Օձունից մինչև Քոբայրավանք ու Լոռիբերդ ինչպես են պահպանվում Հայաստանի հյուսիսային հատվածի մշակութային օջախները։ Պատմամշակութային օջախների պահպանության միջազգային օրվան նվիրված մոլորակ լրատվականը ներկայացնում է հատուկ ռեպորտաժ։ Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին է պատմամշակութային այս արժեքի ճակատագիրը որոշվեց դեռևս 2011 թվականին։ Այն ժամանակ 4-ից 6-րդ դարի կառույց ավերակներ էր հիշեցնում եւ միայն այդքանը։ Ավելի քան 1700 տարիների ընթացքում այս եկեղեցին վերականգնվել է մոտ 9 անգամ։ Մեր օրեր է հասել սակայն առանց խաչի, տանիքի, պատերի որոշ հատվածների եւ այլն։ Պահպանել պատմամշակութային եւ հոգեվոր արժեքները, զարգացնել զբոսաշրջությունը, այս երկուսի անհրաժեշտությունն էլ հենց ստիպեց մշակույթի նախարարությանը մտածել համալիրի վերականգնման մասին։ Վերջինիս միջոցները սակայն բավական չէին։ Գործին միջամտեցին նաև Հովանես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի բարեգործական հիմնադրամը եւ բարերար Մովսես Սավարյանը։ Մինչ օրս եկեղեցու վերականգնման համար ծախսվել է 300 միլիոն դրամ։ 3 տարի անց գործն ավարտին չի հասել։ Հեշտ չէ, խոստովանում է վերականգնող ճարտարապետը։ Նախատեսվում է այս տարի ամբողջ ծածկույթը ճակտոնների բոլոր լանջերի ծածկասալերը ավարտել, ընդհուպ հարավ-արևելյան զանգաշտարակ ավարտել։ Այնուհետև կան որոշակի հատվածներ ճակատներում շարի աշխատանքներ կան, պիտի ամբողջականացվի այս հյուսիսային սրահի կամարաշարը, որմնակամարները, որմնասյուները եւ ներսում իհարկե կա նաեւ ավանդատների կրկնահարկերի ծածկերի վերականգնումը, հարդարման աշխատանքներ կան, սալատակման աշխատանքներ կան։ Հուշարձանի վերականգնման ընթացքում շինարարները բախվել են բազմաթիվ խնդիրների։ Վերջիններս վստահ են Աստված է կառույցը կանգուն պահել։ Փոքրիկ ցնցումներն անգամ կարող էին որոշել տարերի փոշին իր վրա ամփոփող եկեղեցու ճակատագիրը։ Չի երևում, թե ինքը ինչ բաներ ունի, ինչ խոցելի տեղեր ունի։ Օրինակ 5 ճակ կար գմբեթարդի վրա, որը ցանկացած ցնցումից կարող էինք կորցնել թմբուկը։ Եվ պատերի դատարկությունները 19-րդ դարի վերականգնման ժամանակ տեղեր կան, որոնք նույնիսկ ծածկասալերը ավազով էր շարված, առանց շաղախի։ Եվ ջրահեռացման խնդիրները լուծած չէր ծածկերի։ Երբ հնարավոր կլինի եկեղեցին վերջնական տեսքի բերել, դժվարացան ասել թե վերականգնող ճարտարապետը եւ թե շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենը։ Մի բան հաստատ է, դա այս տարի տեղի չի ունենա, բայց համայնքը պահել առանց հոգեվոր կյանքի հնարավոր չի եղել, երբ եկեղեցու ներսը փոքր-ինչ վերականգնվել է, սկսվել են նաեւ եկեղեցական արարողությունները։ Եկեղեցու վերջնական վերականգնմանը չսպասեց նաև գուգարած թեմը։ Սուրբ նշանը պետք է զարդարի եկեղեցու գմբեթը եւ հայաստանցիներին ու զբոսաշրջիկներին օրհնություն ստանալու կանչի ամենահեռու եւ ամենամոտ անկյուններից։ Սա որոշում էր, որի իրականացումը պատմական է, վստահ են հոգեվորականները։ Հարյուրավոր հավատացյալներ երկրի տարբեր անկյուններից աղոթքով հետևում են Խաչի Օծմանը ձեռամբ գուգարած թեմի առաջնորդի։ Օրնեսի, օծի եւ սրբեսի Կակատն աստվածային սուրբ նշանի։ Համբուրեք խաչը, որովհետև այն երբեք չի իջեցվելու։ Հոգևորականի հորդորին հետևեցին բոլորը, ապա այն տեղադրվեց իր տեղում։
Քոբայրավանք պատմամշակութային համալիր, որի մասին սերունդները դեռ երկար են խոսելու, վայր, որը չկար կամ դրա գոյության մասին չգիտեին, բայց այն տարբերության կամ մոռացության մատնված լինելը քիչ էր համալիրի կործանման համար։ Ասում են, Քոբայրավանքը պահպանվել է գլխավորապես նրա համար, որ հեռու է մարդկային գործոնից։ Ճարտարապետներն ու շինարարները դժվարանում են ասել, թե ինչպես են 10-րդ դարում կառուցել այս հսկան։ Վախի ու ադրենալինի հսկայական չափաբաժին զգալու համար բավական է անմատչելի ժայռից ներքև նայել, իսկ ներքևում վստահ լինել, որ հնարավոր է մագլցել այն առնվազն համարձակ մարդու գործ է։ Քոբայրավանք հասնելու համար անհրաժեշտ է ոտքով քայլել կամ օգտվել ամենագնացներից, ուր մնաց վերևում մի ամբողջ համալիր կառուցել։ Քոբայրավանք հասնելու համար նկարահանող խմբին պահանջվեց վայելել ոչ միայն ամենագնացների ադրենալինը, նաև այս վերելակի, որը ամեն վայրկյան կարող է ընկնել։ Թեև հենց Քոբայրավանքից հրաշալի տեսարան է բացվում դեպի Թումանյանի տարածաշրջան, այն նկատելի չէ, քանի որ ինքը վանական համալիրը հրաշք է եւ այցեքարտ, ժառանգություն, որը փաստորեն կպահպանվի հայերի եւ իտալացիների շնորհիվ։ Ժամանակին այս կառույցը եղել է հոգեվոր եւ մշակութային կենտրոն, ապա վերածվել է Մենաստանի։ Հիմա մասնագետների մի ամբողջ խումբ փորձում է վերականգնել այն։ Իհարկե ստացվում է, բայց պահանջվող միջոցները գուցե երբեք էլ չհայտայթվեն։ Անկախ այս մտավախությունից գործը շարունակվում է։ Վանական համալիրը ամբողջացնելու համար վերականգնելու մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար է անհրաժեշտ եւ պետական բյուջեից մինչեւ հիմա միայն պետական բյուջեից է ծախսվել։ Այսօր առաջնային է սակայն ոչ թե համալիրի ամբողջական վերականգնումը, այլ կախված ժայռի ամրակայումը։ Սողանքի դեպքում համալիրը գետնի տակ կանցնի, ժայռի տեսքով կախված վտանգը վերացնելու համար պահանջվում է 500-ից 700,000 ԱՄՆ դոլար։ Ժայռի, որի վրա ուրեմն մայր եկեղեցին է, ամրացման հարցերը եւ նաեւ քարաթափությունից պահպանելու հարցերը, որոնք որ իսկապես խոսվեց ենթակառուցվածքներից, բայց սա լուրջ պահպանության խնդիրներ են, որոնք որ պետք է հուսով եմ, որ մոտակա ժամանակները կլուծվեն։ Համանային դեպս համապատասխան ուսումնասիրությունների փուլում ենք այժմ։ Այսինքն մինչև այս ժայռը չամրացվի, մենք չենք կարողանա ծանրացնել այս եկեղեցին։ Այս դեպքում էլ անհնար է ասել, թե երբ Քոբայրավանքը ապահով կլինի։ Տարիներ են պետք, վերականգնող ճարտարապետն ասում է, անհրաժեշտ է շտապել։ Պետք է, որպեսզի այս կարգի հուշարձանները, որ հայկական են հստակ, թեկուզ վրացատար արձանագրություններ են, սա այդ քաղաքեդոնական շրջանի հուշարձաններն են, որ պետք է ավելացվի, պնդվի հայկական հուշարձան եւ հայկական խաչը տեղադրվի։ Ներկայումս Քոբայրավանքում հայ-իտալական կրթական ծրագիր է իրականացվում, որի շրջանակներում վերականգնվում են Քոբայրավանքի որմնանկարները։ Մեծ թափով աշխատանքներ կսկսվեն առաջիկայում։ Այն հարցին, թե որքանով է հետևողական մշակույթի նախարարությունը, որ պատմամշակութային նմանատիպ հուշարձանները վերականգնվեն ճիշտ հին տեսքով, փոխնախարարը դժվարացավ հստակ պատասխանել։ Ասում է, աշխատում են բժշկի պես, փորձելով սխալներ թույլ չտալ։ Ինչպես բժշկության մեջ ասում են, որ մի վնասիր, չէ, նույնը հուշարձանների պահպանության մեջ։ Եթե չես կարող ուրեմն ամբողջությամբ վերականգնել այն տեսքով գիտականորեն մշակված տեսքով, ուրեմն մի վնասիր, պահպանիր եւ ամրակայիր այնքանը ինչքանը կարող ես։ Այդպես էլ եղավ նաեւ Լորիբերտ քաղաքատեղի արգելոց թանգարանի հետ։ 4 տարուց ավելի այստեղ պեղումներ ու վերականգնման աշխատանքներ են իրականացվում, որոնք մինչ օրս շարունակվում են։ Այս վայրը եւս Հայաստանի հյուսիսային հատվածի այցեքարտերից է։ Կյուրիկյան, Բագրատունյաց, Սյունյաց, Վասպուրականի, Կարսի, Տաշիր զորակետի թագավորությունների համար այն եղել է պաշտպանվելու եւ երկրի հյուսիսը պաշտպանելու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կառույց։ Այդքան էլ շատ բան չի պահպանվել 11-րդ դարից մինչև մեր օրեր, բայց ինչպիսին է եղել Բերդը, արդեն նշմարելի է։ Ներկայումս պարիսպներն են հին տեսքի բերվում, սակայն նոր քարերով, որոնք միևնույնն է տարբերվում են։ Այն քարը, որը որ օգտագործել է անցյալում, որը ավելի ամենաշատ մոտն է ֆիզիկա-մեխանիկական հատկություններով օգտագործած իր բնական քարին։ Ուղղակի գունային տարբերությունը առաջանում է ընդհանրապես նրանից, որ քարի հանքից դուրս գալուց նա իր գունազրկում է մի քանի տարի հետո։ Եթե ուշադրություն դարձնեք հիմա անցած տարվա ու նախանցած տարվա քարերի մեջ էլ տարբերություն կա, գունային տարբերություն, որը մյուս տարի արդեն այդ նույնը չի լինի ու տարիների ընթացքում կնվանի նախորդին, որը որ տեսնում ենք հիմա։ Անկախ նրանից, թե ինչ վիճակում են մեզ հասել պատմամշակութային արժեքները, պետք է արձանագրել, որ դրանք շնորհիվ զբոսաշրջության զարգացման տարբեր ծրագրերի ուշադրության կենտրոնում են հայտնվել, դրանով իսկ պարտավորեցնելով համապատասխան կառույցներին անել հնարավորն ու անհնարը, քանի որ մի եկեղեցու վրա ժայռ է կախված, մյուսը անպաշտպան է հեղեղներից։ Սարգիս Գոքորյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։
Շարունակում ենք թողարկումը Սուրբ Զատիկը կնշվի կիրակի օրը, մինչ այդ եկեղեցիներում տոնին նախորդող տարբեր արարողություններ են տեղի ունենում, առաջարկում եմ դիտել Գուգարած թեմի տրամադրած տեսանյութը։ Այդ շաբաթ տրորվեց ու ոտնահարվեց մահը, ջնջվեց մեղքը, փշրվեցին երթումն ու դրախտի փականը, կոտրվեց երկինքի անմատչելիությունը, մարդիկ մերդեցան ռշտակներին, հեռացվեց բաժանության պատնեշը, զավթվեցին անջրպետող սահմանները, Աստված աշխարհում հաշտեցրեց երկնայինն ու երկրայինը, այսպես բնորոշեց ավագ շաբաթը Սուրբ Հովան Ոսկեբերանը։ Այս շաբաթի հիշատակությունն է Երուսաղեմ մտնելուց հետո Քրիստոսի երկրային կյանքի վերջին 7 օրերի իրադարձությունների եւ հարության։ Շաբաթը կոչվում է ավագ, քանի որ ամենամեծն է ու նշանակալին, շաբաթվա 7 օրերից յուրաքանչյուրը եւս կոչվում է ավագ։ Ավագ երկուշաբթին հիշատակությունն է Հիսուսի անպտուղ թզենուն անիծելու եւ Երուսաղեմի տաճարը լումայափոխներից ու աղավնավաճառներից մաքրելու։ Անպտուղ թզենու առակը օրինակ եւ քաջալերանք է մեծ հավատք ունենալու եւ հավատքի հրաշագործ դրությանը ապավինելու, սակայն մարդ անկարող է մեծ հավատք ունենալ, եթե չունի հարգանք, ճիշտ կեցված, պահվածք հենց միայն սուրբ պատարագների, ժամերգությունների կամ ուղղակի մոմ վառելու, եկեղեցում նստելու ժամանակ։ Աստծո տաճարը երկինք է երկրի վրա եւ Հիսուսի Երուսաղեմի տաճարը դրամափոխներից եւ աղավնեվաճառներից մաքրելը հարգանք է եկեղեցին որպես միայն Աստծոտուն պաշտամունքի եւ աղոթավայրի վերաբերելու։ Ավագ ինշաբթին շաբաթվա ամենաշատ հիշատակություններով ու արարողություններով հարուստ օրն է։ Առավոտյան մատուցվող Սուրբ Պատարագով եկեղեցին նշում է խորհրդավոր ընթրիքի հիշատակությունը, որով հաստատվեց հաղորդության խորհուրդը։ Վերջին ընթրիքին Հիսուս օրհնեց ու աշակերտներին բաժանեց հացն ու գինին, առեք կերեք եւ խմեցեք դրանից ամենքդ խոսքերով կենթանի հաղորդություն հաստատեց իր հետ։ Ավագին շաբթի օրվա հաջորդ արարողությունը ոտնլվայի կարգն է, որ կատարվում է բոլոր եկեղեցիներում մի հիշատակություն Քրիստոսի իր աշակերտների ոտքերը լվանալու արարողության։ Հոգևորական լվանում է 12 երեխաների ոտքերը, ապա օծում յուղով, որ խորհրդանշում է մեղավոր կնոջ կողմից Հիսուսի ոտքերի օծումը։ Հավարտ արարողության օրհնված յուղը բաժանվում է հավատացյալներին։ Քրիստոսի մատնությանը, չարչարանքներին ու խաչելության նվիրված ավագ ուրբաթի արարողությունները կոչվում են խավարման կարգ եւ ուշ երեկոյան եկեղեցիներում կատարվում են համապատասխան արարողություններ։ Ավագ ուրբաթը Հիսուսի չարչարանքների եւ խաչելության հիշատակության խորհուրդն է։ Նշվում է Հիսուսի խաչից իջեցման եւ թաղման հիշատակը։ Երեկոյան եկեղեցիներում կատարվում է թաղման կարգը։ Պատրաստվում է Տիրոջ խորհրդանշական ծաղկահյուս գերեզմանը, որը շարականների եկեղեցողությամբ, թափորով, խնկարկությամբ տեղադրվում է եկեղեցում։ Ավագ շաբաթօրը նվիրված է Հիսուսի թաղմանը եւ գերեզմանի կնքմանը եւ դժոխքի կործանմանը։ Այսօրը երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով եւ լուծարվում է մեծ պահքը, տրվում է մեր Տիրոջ հարության Սուրբ Ավետիսը։ Քրիստոս հարյավի մռլոտ, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Դիվան Գուգարած թեմի։ Եվս մեկ տեսանյութ այս անգամ Վանաձորի 20-րդ դպրոցից ներկայացնում է Անահիտ Կարապետյանը։ Ես դաժան եմ ինչպես հսկա եւ քնքուշ ինչպես երեխան իր մասին այսպես է գրել արևմտյան գեղանկարչության մեծագույն վարպետ Աշիլ Գորկին։ 16 տարեկանում փրկվել է Եղեռնից հասել Հայաստան, որտեղ եւ տեսել է իր մոր մահը, այնուհետև գաղթել է Ամերիկա։ Սակայն նոր հողի վրա նա գերադասեց ոչ թե հայ, այլ գաղթական ներկայանալ։ Ես Քրիստոսի նման հերոս չեմ եւ ճակատագրի մարդ եմ գրել է նա իր նամակներում եւ թաքցրել իր հայկական ինքնությունը։ Հայոց մեծ Եղեռնը փոխեց Գորկու ճակատագիրը, դարձնելով վարպետին թափառական։ Մեր մեծերը միջոցառումների շարքը Վանաձորի 20-րդ դպրոցում սկսվեց Աշիլ Գորկու նվիրված միջոցառմամբ։ Հերոսն ինքն է պատմում իր թափառական կյանքի մասին։ Գրել կարդալ սովորել եմ խորքում։ Սուրբ կարդալ եկեղեցում կից գործով մի սենյականոց գյուղական դպրոցում։ Դպրոցի տնօրենի խոսքերով նման միջոցառումները նախ եւ առաջ ուսումնադաստիարակչական նպատակ են հետապնդում։ Նրա ողջ ստեղծագործական ուղին լավ ներկայացրեցին եւ միաժամանակ ցույց տվեցին, որ Աշիլ Գորկու ամբողջ ստեղծագործությունը պարփակված է հետևյալ բառերի մեջ։ Նա 20-րդ դարի ինտելեկտուալ հեղափոխության զավակն էր։ Մեծանուն նկարչին մարմնավորած հերոսը խոստովանեց, որ մեծ ուրախությամբ եւ պատասխանատվությամբ է մարմնավորել նրան։ Շատ դժվար է, որովհետեւ նա շատ արցունքախառը մանկություն է ունեցել, նա չի կարողացել խոսել մինչեւ 6 տարեկանը։
Մեր մեծերը միջոցառման շրջանակներում առաջիկայում կներկայացվեն նաև Հովհաննես Թումանյանի և Կոմիտասին նվիրված միջոցառումներ։ Անահիտ Կարապետյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Մեր հաջորդ տեսանյութը Լոռեցի հրաշամանուկի հաջորդ քայլի մասին է։ Սարիբեկ Մոսինյանը հերթական ռեկորդին է պատրաստվում ևս 2 ռեկորդ, որոնք տեղ կգտնեն ջութազնագրքում։ Լոռեցի հրաշամանուկը պատրաստվում է հրել 1 տոննա 70 կիլոգրամ կշռող ավտոմեքենան։ Մի դեպքում առանց ուղևորների, մյուս դեպքում նաև ուղևորներով։ Արդյունքում նաև քաշի ավելացում կլինի, խոստանում է 6-ամյա ռեկորդագիրը։ Այս անգամ ռեկորդների նպատակն այլ է։ Ռեկորդները նվիրվում են մեր հային դերասան ազատամարտիկ Կարեն Մկրտչյանին։ Այդ օրը կատարվելու է նաև դրամահավաք, հանգանակությունը տրամադրվելու է Կարեն Մկրտչյանի ընտանիքին իր բուժման ծախսերի համար։ Սարիբեկ Մոսինյանի ցանկությունն էլ այսպիսին է։ Ռեկորդս նվիրում եմ քեզ, ուզում եմ ինձ նման առողջ լինես։ Իսկ մինչ այդ նա շարունակում է իր պարապմունքները ապրիլի 19-ին ժամը 16-ին ու 18-ին սահմանելու է իր հերթական ռեկորդները հանուն բարեգործության։ Անահիտ Կարապետյան, Արմեն Շոբազյան, Մոլորակ։ Կարճատև դադարից հետո ծանոթացեք նաև եղանակի տեսության Էռնա Անտոնյանի մեկնաբանությամբ, իսկ ես այսքանով ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օրեր ցտեսություն։ Լուսատու լամպերի եւ ջահերի մասնագիտացված խանութ սրահ։ Այստեղ դուք կգտնեք գիպսակարտոնե առաստաղների համար նախատեսված լամպեր, լուսարձակներ, ինչպես նաև էկոնոմ լամպեր, որոնք ծախսում են քիչ էլեկտրաէներգիա եւ երկարադիմացկուն են, ապահովելով նույն չափի լուսավորվածություն։ Լուսատու Գնայք ցածր գնով էլեկտրատեխնիկա եւ համակարգիչ լյուքս մասնագիտացված խանութսրահից։ Խնայեք ձեր ժամանակը լյուքս մասնագիտացված խանութսրահ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 28։ Բարև ձեզ, նախքան եղանակին անդրադառնալը հիշեցնեմ, որ եղանակի տեսության աջակիցներն են Լուսատու մասնագիտացված խանութ սրահ, ինչպես նաև Lux Computers-ը։ Այժմ ներկայացնեմ կանխատեսումները։ Նոր Զելանդիայի Նելսոն քաղաքում ուժեղ քամին արմատախիլ է արել ըսկայական մի ծառ։ Այստեղ ուժեղ փոթորիկ է սկսվել տեղատարապ անձրևի, ջրհեղեղների եւ ուժեղ քամու պատճառով փակեն ճանապարհները, անջատված է էլեկտրականությունը, ծառեր են տապալվել։ Վատ եղանակի պատճառն է Իտա ցիկլոնը, որն արևադարձային թայֆուն էր բերել։ Ի տարբերություն Նոր Զելանդիայի մեր տարածաշրջանում ուժեղ քամի չի սպասվում եւ ի ուրախություն բոլորիս ցերեկն ամենուրեք սպասվում է արևային առանց տեղումների եղանակ։ Միայն առանձին արևելյան շրջաններում օրվա երկրորդ կեսին հնարավոր է թույլ եւ կարճատև անձրև։ Ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 10, ցերեկը 22 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքների Ստաշիրում սպասվում է գիշերը 7, ցերեկը 20 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 10, ցերեկը 22 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 5, ցերեկը 19 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 7 աստիճան, ցերեկը 20 աստիճան տաքություն։ Իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 8, ցերեկը 21 աստիճան տաքություն։ Երևանում ապրիլի լույս 19-ին սպասվում է պարզ առանց տեղումների եղանակ, մայրաքաղաքում սպասվում է մինչև 28 աստիճան տաքություն։ Անկախ եղանակային կանխատեսումներից պահպանեք բարձր տրամադրությունը, ցտեսություն։